Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարի լույս Էդգար։ Բարի ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում քաղաք Վանաձոր։ Շատ ուրախ ենք, համեցեք։ Մենք նույնպես ուրախ ենք, բայց մինչ համենալը ես ցանկանում եմ խոսել այն թաղամասի մասին, որտեղ մենք այս պահին գտնվում ենք։ Բանակի փողոց է կոչվում սա։ Ինքը ժամանակին էս ասեն բանակի փողոցի հետ է կապված եղել, բայց այստեղ տնեն սարքել ու տենց ինքը կտրվել է։ Ինքը ավելի շատ էս դպրոցի փողոցն է, հենց էս ներքևի շնորհը, ավելի մոտիկա դպրոցի փողոցին, այն կողմն է Զաքարյան փողոցին, բայց դե հասցեով ինքը ամրագրված է որպես բանակի փակուղի։ Թաղամասի անունը կնշեք։ Ինքը Վանաձոր թաղամասի հատվածը է, սկզբնական մասն է, կենտրոնական մասերից մեկն է, մոտակայքում ունենք երկու այգի, այսպես հետարքիր տեղան, մի քիչ ներքև լճերն է, հայտնի լճերն է, այդպես։ Այստեղ տրանսպորտի հարցը հեշտ է լուծվում, թե ոչ այնքան։ Մի քանի 100 մետր ներքև է կանգառը, շատ մոտիկ չի այստեղ։ Բայց տենց խնդիր չունենք, ամեն ինչ մոտիկ է, կարելի ասել դա տենց մեծ տարածքի ոտով գնում գալիս ենք։ Մեքենա ունեք։ Մեքենա ունենք, այո, էսի մեքենան է։ Այս հեռուստատեսության մասին ակնարկող համարներով մեքենան ձերն է։ Այո։ Հասկացա։ Հեռու է կանգնած մի փոքր իհարկե ձեր տնից։ Այո։ Թաղամասի հետ ամեն բան պարզ է, առաջարկում եմ տեղափոխվենք ներս։ Սիրով, համեցեք։ Հետաքրքիր լուծում է իհարկե, տպավորություն է որ պատն է շարունակվում, Այո, ինքը տենց է, ձուլված է, մասկիրովկա եղած ունի, էլի։ Այս ուղղությամբ էսպես մերն է։ Հասկանալի է։ Գնանք առաջ։ Համեցեք։ Միայն ձեզ է պատկանում, չէ՞, տունը հարևաններ վերևի ներքևի չունեք։ Այո։ Լավ, դե խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Եկեք։ Դուր կա այդտեղ, կասեք ուր է տանում այդ դուրը։ Սա մեր ավտոտնակն է։ Ահա։ Բայց մեքենան կանգնում է դրսում։ Չէ, ներսում է կանգնում, ուղղակի այսօր ես հասցել եմ արդեն մեքենան հանեմ, օգտագործեմ։ Համեցեք։ Գանք տեսնենք ինչպեսինն է ձեր ավտոտնակը։ Այս տունը ես մի քանի տարի առաջ եմ առել, ինքն էլ շատ տխուր վիճակ էր, իմ ձեռքով պատկերացրեք Փակել եմ բոլոր պահածոները իմ ձեռքով։ Չէ, տիկինս է փակել, ինքը շատ տենց այս առումով շատ հմուտ է, շատ համեղ բաներ է պատրաստում։ Իմիջայլոց ձեր ցանկացած բան հնարավորություն եք թե կամպոտներից, թե այս քաղցրավենիքից ձեզ հետ տանեք, ձեր Շատ շնորհակալություն Էդգար։ Այս էլ իմ ձեռով sense ինչքանով ստացվել է, մի քիչ ակուրատնիացրել եմ, լույսեր դրել եւ այլն մի խոսքով։ Լավ։ Այստեղ էլ կարծես թե ամեն բան պարզ է եւ ցածր մի փոքր ու դուք բավականին բարձրահասակ եք։ Նախկին սեփականատերը ինքը կարճ է եղել, մեքենան կարճ է եղել, այդպես էլ ըստ իր հարմարության սարքել է, բայց դե մենք հարմարվում ենք էլի։ Ամենագնաց կտեղավորվի այստեղ։ Ես հիմա դիտարկում եմ crossover մինչև 173 սանտիմետր, որովհետև չափել եմ այդքան կարող ավելի բարձր չեմ կարող ընդունեմ։ Լավ։ Եթե հետագայում իհարկե չքանդեմ ավելի բարձրացնում, էլի։ Կա այսինքն այդպիսի հնարավորություն բարձրացնել։ Այո։ Լավ։ Խնդրում եմ շարունակեք մեզ ուղեկցել։ Եկեք։ Իդեպ ձեր օրը ինչպես է սկսվել, Էդգար, հասցրել եք արդեն գնալ թատրոն փորձի, թե Չէ, թատրոն փորձի չէ, մի երկու մանր-մունր բան կար գնելու, էդ եմ արել։ Երեք շարաչի օրը խաղացինք Երկիր հայրենին, մեր ամենահրաշ ներկայացումներից մեկը, ճիշտ է ինքը դիտելու համար մի քիչ ծանր է, մի քիչ ոչ այդքան հաճելի թեմայագուցե ներկայիս հանդիսատեսին, որովհետև ավելի շատ շում են ուրախ գիտեք բաներ, բայց ինքը կենսական անհրաժեշտության ներկայացում է, էլի, մեզ համար։ Մենք այսօր կհասցնենք դեռ խոսել ձեր Այո։ աշխատանքային գործունեության մասին, բայց մի հետաքրքիր փաստ եմ ուզում արձանագրել, դուք այստեղ ունեք խաղողի վազ, Այո։ բայց ջրելու հնարավորությունը կարծես թե նրա համար խիստ սահմանափակ է։ Այո, սրանց առանձին ջրում ենք, այստեղ մի տարբերակ։ քանի հատ էր, ճիշտ է, այս հատվածում ինքը հող էր, հողամաս էր, բայց մտածինք այդ հողանթա դուրս է գալու, ոտի տակ ցեխ եւ այլն, ասացի մի փոքր հողամասը ինձ ոչ մի բան չի տալու, այսպես սալիկա պատեցինք, բայց իրան թողեցի, այսպես որ մենք ունենանք խաղող եւ այլն, հետո այնտեղ մի քիչ արևից պաշտպանում է բալկոնը, այդպես։ Ջրում եք նորմալ է, որևէ խնդիր չի առաջանում։ Այո։ Լավ։
ուր է տանում այն դուռը դեպի։ Այն դուռը տանում է մեր առաջի հարկ։ Այդտեղ չեք բնակվում, Չեք այսինքն բնակվում, չէ, ես ուղղակի էլի իմ ձեռքով ինչ կարեցա, տենց շատ մեծ ներդրումներ չարեցի, բայց մի քիչ ակուրատնիացրեցի, այստեղ մեր սանհանգույց, այստեղ խոհանոց, ահա, այստեղ մեծ սրահ ունենք։ չեք դիտարկում այս հատվածը վարձակալությամբ տալու։ Հնարավոր է, երբեմն մտածում ենք այդ ուղղությամբ, ավելի շատ մտածում ենք ձերպես լավ մարդկանց համար, ովքեր ամառը կցանկանան Երևանի շոքերից փախչել, պատասպարվել, այստեղ կարող եք գալ Իմանալով, որ հանգրվանելու տեղ ունենք։ Այո։ Այստեղ մեր մեծ սենյակն է։ Աղջիկներս դաշնավոր են ժամանակ առ ժամանակ այստեղ նվագում։ Տանն են նրանք։ Միշտ աղջիկս գնացել է, մեծ աղջիկս տան է։ Մեծ աղջիկը նվագում է դաշնամուր։ Այո, դաշնամուր նվագում է։ Հուսամ մենք հաղորդման վերջում հնարավորություն կունենանք վայելելու կատարումներից որևէ մեկը։ Մեծ աղջիկս ինքը ջութակահար է մասնագիտությամբ, այսինքն 7 տարի սովորեց, բայց ավելի շատ հիմա սիրահարվել է գիտարին, գիտար է պարապում, նվագում, բայց երկուսն էլ միշտ աղջիկս դաշնամուր է նվագում, բայց երկուսն էլ տենց սիրում են ազատ ժամանակ գալ, նվագել եւ այլն։ Կալիֆոռնիայի հետ կապված որոշակի դիպլոմներ, հա, մենք երբ գնացինք Միացյալ Նահանգներ, մեկը Սենատի կողմից է, մեկը օրենսդիր մարմին, մեկը Գլենդելի քաղաքապետարանի կողմից։ Որպես Ներկայացում էին գնացել մշակութային այցի հետ կապված, այդպես տենց մեզ պատվոգիր տվեցին։ Մշակույթի նախարարության կողմից պատվոգիր 2022 թվականին տարվա լավագույն դերասան ճանաչվեցի արտավազդ մրցանակաբաշխության ընթացքում երկրորդ պլանի դերասան որպես այն հյուսն էլ ուղղակի ընկերներից մեկը Միացյալ Նահանգներում էր մինչև իմ գնալը ասեցի հետ Օսկարի մեծ արձանի մոտ նկարվել էր ասի դրա փոքրից կբերես ու մեկ ուրիշ ծանոթ կարդալով այդ կոմենտը ինձ համար բերել էր լավ այդպես Որքան ժամանակ է ասացիք, որ արդեն այստեղ եք, 1.5 տարի։ Ես 21 թվականի աշնանն եմ առել, բայց տեղափոխվել ենք 24 թվականի աշնանը, 3 տարի տեսეთ ռեմոնտ ու տեղափոխվեցինք։ Այստեղ որևէ մեկը դեռ չի բնակվում։ Չէ, ոչ մեկ չի բնակվում։ Լավ։ Այստեղ ուղղակի այսպես sense դեկորատիվ sense։ Գնանք բնակելի հատված։ Այո։ Լիահույս լինելով, որ հաջորդ անգամ մեր այցելության ժամանակ այստեղ կլինեն մարդիկ, այն մարդիկ, ում որ դուք կուզեք։ Այս օրինակ, չգիտեմ, տեսել եք մեր Չարվոքին թե չէ։ Այո։ Չարվոքին մեր նոնան էր խաղում։ Իր մաման միշտ տիկնիկներ է պատրաստում ու այդ կերպարներով Մուրադի ու Սոնայի այսպես սիրուն հավերժացեց այդ մեր կերպարները։ Այս էլ Պարսկաստանում Ֆաջր փառատոն կար։ Ահա։ Անցած տարի կարծեմ գնացինք։ Շատ խիստ փառատոնի դեպ։ Այո, շատ խիստ փառատոն, բայց շատ հետաքրքիր այդ մշակույթի մի մասը կազմելու մի քանի օրով ճիշտ է մեզ շատ վախացեցին այստեղից գնալուց, որովհետև ասացին շատ խիստ սահմանափակումներ եւ այլն, բայց իրականում ահագին բան փոխվել էր այդ մարդու ներկայացրածից հետո։ Ահագին ավելի ազատականացվել էր, լիբերալ էր ավելի ժամանակի համեմատ։ Թատրոնում գործերը ինչպես են Էդգար այս պահի դրությամբ։ Շատ լավ են, թատրոնում ինչքան էլ ակտիվություն լինի չլինի, ամեն դեպքում որ դու այդ թատրոնի մասն ես կազմում, դա մեծ երջանկություն, ուրախություն է, քիչ զբաղվես, շատ զբաղվես, մի քիչ դժվարությունով անցնի, լայն ճանապարհով անցնի թատրոնը, ամեն դեպքում դա քո երջանկության մասն է, որովհետև քո կանչն է թատրոնը։ Դուք նաև Երևանի հետ սերտ կապեր ունեք, չէ՞, հաճախ գնում եք, գալիս եք։ Այո, նկարահանումների համար գնում ենք։ Մենք ճիշտ ասած ուզում ենք 2020 թվականին այնտեղ արդեն տան հարց լուծել, տեղափոխվել եւ այլն, բայց իմ ֆինանսական մուտքերը հիմնականում կապված են հանդիսավարության հետ կապված, դրա համար տենց այդ ժամանակ ռեստորանային գործը փակվեց ու որոշեցինք այստեղ վանաձոր առնենք, դրա համար տենց, բայց էլի նպատակներ կան այնտեղ ավելի շատ տենց բնակության, որովհետեւ աղջիկս ուզում է այնտեղ սովորի, դրա համար մտածում ենք կամանց այնտեղի մտածել տան հարց լուծելու։ Լավ, շարժվենք առաջ։ Ենք առաջ։ Գնացինք։ Ուր ենք բարձրանալու։ Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Արդեն դա բնակելի հատվածն է։ Այո, մեր բնակելի հատվածն է։ Աստիճանները էլի դուք եք վերանորոգել։ Չէ, աստիճանները այսպես եղել է, ուղղակի ես ներկել եմ։ Իրան։ Այսինքն դուք նաև ունեք ձերքի շնորհք, եթե մի փոքր խոսակցական լեզվով ասենք։ Այո։ Այստեղ ավելի պատշգամբային հատված երևի հատվածն է, հա։ Շատ ավելի հաճելի է ամառը այստեղ սուրճ ըմպել եւ այլն նշում ենք մակրոտ։ Բայց նաև ամենահաճելին կարծում եմ տեսարանն է։ Այո։ Որովհետև մենք բիբար կրծողներս
Արդեն չունենք այդ հնարավորությունները տեսարաններ ունենալու եւ հատկապես կանաչը տեսնելու։ Ես իհարկե չէի ուզի, որ դուք իմանաք այդ մասին, բայց դեռ մանուկ հասակից մեզ մոտ այդ տպավորություն ա եղել, որ ասեն Երևանի բնակիչների մասին։ Իդեպ որտեղից է գալիս այդ պատմությունը։ Ես անկեղծ ասած չգիտեմ, ինձ էլ է հետաքրքիր, բայց այդպես դեռ մանուկ հասակից տպավորվել է էլի, որ ասել են երևանցիներին ասել են բիբար կրծող։ Համաձայն եք այդ կարծիքի հետ։ Դուք հաճախ եք գնում գալիս Երևան, որևէ երևանցի տեսել եք, որ բիբար է սիրում կրծել։ Բիբար ուտելիս տեսել եմ, բայց կրծելիս չեմ տեսել։ Հասկացա։ Այստեղ էլ է ամեն բան པարզ, մի փոքր ցուրտ է իհարկե, մեզ համար համենայն դեպս։ Հուսամ տանը մի քիչ ավելի տաք կլինի։ Դուք կոփված եք եւ ձեր հագուստից երևում է։ Ես շատ եմ, դրա համար դες չեմ մրսում, էլի։ Իդեպ դա ձեր մշտական խնդիրներ, ես հիշում եմ ձեր հարցազրույցներից մեկում դուք նշում եք, որ Վահե Շահվերդյանը ձեզ հաճախ խորհուրդ է տալիս նիհարել, բայց ձեզ մոտ դա չի Իրանք ստացվում։ խորհուրդ լիներ, միշտ բոլորի առաջ խայտարակում էր, եթե օրինակ Երևանից էլ հյուրախաղերով գալիս էինք, արդեն ասում էինք տենց ուտելու օբյեկտների մոտով անցնում ենք, նստում ենք, ասում ենք Էդգար հանկարծ, բայց մի օր ժամը 12-ին ինքն էլ ակեր է, ես էլ եմ կեր, ասել եմ վայ սուրեջ կարելի է գաթան, ասելա լավ, ես չեմ տեսել, չգիտեմ այդ մասին ու կեր, բայց միշտ հանդիմանում էր ու ասում էր, եթե հեսիչ կերպարը մոտիվացում էր, եթե հեսիչ կերպարը ուզում ես խաղաս, պետքա նիհարես։ Դուք խաղացիք այն կերպարը, որը դուք ուզում էիք խաղալ, թե դեռ կա մի այդպիսի կերպար, որը դեռ չեք Եթե խաղացել։ անկեղծ գտնվեմ, գուցե մի քիչ ավելի անհետաքրքիր հնչի, բայց ես այն դերասաններ չեմ, որ տենց միշտ ունեցել եմ երազած դերասանը դերեր, բայց միևնույն ժամանակ խաղացել եմ հրաշք դերեր, որ չալաղաջ է։ Թատերական առումով, այո, դերասանի համար Ռոմեո Ջուլիետ, Ռոմեո եմ խաղացել, այս երկիր հայրենի, որ նշեցի, ինձ համար ամենաերազած դերերից մեկն էր, այսպես ասած ցանկալի դերերից մեկն էր, որ խաղացի։ Սուրենիչն ասեց միշտ կերպարներ ես խաղացել ու ինքը այդ առումով շատ լավ էր ռեժիսորի ամենակարևոր հատկանիշներից մեկն էր, որ դերասանը չփչանա։ Անդադ ասում էր նույն բանը խաղալով դու մի տեսակ ես դառնում։ Դրա համար ասեց միշտ հերոսներ ես խաղացել, բեր փորձենք այս անգամ այս բացասական կերպարը խաղա ու հենց դրանով միջալ ծարտավազը ստացա ու շատ ուրախ էի այդ շատ յուղոտ կերպարը խաղալու համար։ Ձեզ ավելի շատ դուր են գալիս հերոսները, թե արդեն հետաքրքիր չի հերոս խաղալը։ Հետաքրքիր չի, միշտ էլ հետաքրքիր չի եղել, ուղղակի մի քիչ ավելի գուցե տեսքի հետ կապված ավելի շատ տվել են հերոսներ, բայց հերոս խաղալը ասեմ շատ ավելի դժվար է, որովհետև դու պետք է միշտ անդադ սիրուն, լավ լղոզած այդ կերպարը եղնես ու բարդ է իրականում։ Հա, դերասանի համար աշխատատար է, որ դու կարողանաս շատ ավելի ջան գործադրես, իրան սիրել տաս։ Բայց օրինակ բացասական կերպարը ինքը համ դրական ունի իր մեջ, համ բացասական, այդ առումով համ հեշտ է, համ տարածություն ավելի մեծ է աշխատանքի համար որպես դերասան։ Լավ, վերջին հարցը կապված բնակավայրի հետ, իսկ որտեղ եք ապրել մինչև այստեղ տեղափոխվելը։ Կրկին Վանաձորում ապրել, մինչև 6-7 տարեկան ապրել եմ Դիմաց թաղամասում, այնտեղ ծնվել, հետո տեղափոխել ենք Վարդանլու, ինքը գյուղ չի, հենց թաղամասյանն է Վարդանլու կամ Խնձորուտ, մինչև 30 տարեկան այնտեղ եմ ապրել, հետո տղայից ծնվելով տեղափոխվեցինք մեկ այլ բնակարան, էլի մերն էր, Կվարտիրա, 12 տարի, այնտեղ ապրեցինք, բայց ինչպես նշեցի, թե չեմ նշել, մի խոսքով տարածքը շատ փոքր էր, մի սենյականոցում էինք ապրում ու այդպես ձգեցինք, մինչև այս տուն առանք, որ մի քիչ ավելի լայն պայմաններում։ Շատ ավելի դժվար է հատկապես մարզում գտնվելով արվեստով գումար վաստակելը, քան կարծում եմ Երևանում, չէ՞։ Ես կարծում եմ բոլոր տեղերի դա խնդիրն է արվեստագետի։ Իմիջիայլոց մենք պոետն ու մուսան ենք ուզում նկարել հենց այդ մասին է։ Ու Թումանյանը բողոքում է, էլի ասում է ասուս տրված այդ շնորհով ինչու չեմ ես կարող փող վաստակել։ Անդադ գնաց տիպած վարչարական բաներ անում, որ կարողանա իր գոյությունը պահպանել։ Ու Մուսա այդ կռիվ ատարի Մուսան ասում է, ոնց ես քեզ ասում եմ, այնպես մի բան եմ տվել, որ դու կարող ես դժոխք քիշնել, երկինք բարձրանալ, հառնել, քո հոգսերը խեղդել այդ ամեն ինչի մեջ, բայց ասում է ինչի՞ սա պետք։ Երեխես ու կինը սոված են։ Դրա համար այս խնդիրը դու սիրում ես, ապրում ես դրանով, բայց դրանով վաստակելը մի քիչ դժվար է։ Դրա համար տենց օգնության է գալի կողից մնացած հանդիսավարություն եւ այլ նկարահանումներ ինչով հնարավոր է։ Լավ, գնանք վերջապես տուն։ Գնանք վերջապես։ Բացահայտենք ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, ձեր բնակարան, չէ, տունը, ոչ թե բնակարանը։ Համեցեք։ Մարդ կա բացի ձեզնից այս այս բանի տանը։ Այո, կինս է, գրքին մեր վերջին մոդելն է։ Pro Max-ը։ Բարև ձեզ։ Ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ագապեն է ողջունեց մեզ ոնց որ ձեռքով։ Ինչպես եք դրամատրությունը, ինչպես է։ Շատ լավ, շնորհակալություն։ Բարեկամներ, մենք շատ լավ ենք, մենք ապրում ենք ծայրահեղ ինովացիոն դարում
եւ որպեսզի հետագայում խնդիր չունենան, կխնդրեմ, որ անջատենք հեռուստացույցը, որպեսզի ձեր հաղորդումը լինի եթերում։ Իսկ ձեր հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերության մի փոքր մեր մասին, եւ քանի որ արդեն Ագապեն պոկում է մայրիկի բարձրախոսը, ուժի ժամանակն է երեխաների մասին խոսելու։ Քանի երեխա ունեք։ 4 երեխա ունենք, մեծս Եստերն է, 17 շուտով կդառնա, նրանից հետո գալիս է Մարին, 16 տարեկան, Մարին այս պահին պարաբունքի է գնացել, հետո գալիս է Հեսուն, 14 տարեկան, եւ մեր վերջին, ինչպես նշեցիք, Pro Max-ը արդեն 2 տարեկան Ագապեն, մեր Հեսուից 12 տարի անց ծնվեց։ Հետաքրքիր անուններ ունեն ձեր զավակները։ Ինչով է դա պայմանավորված, որտեղից եք օգտվել։ Աստվածաշնչյան անուններ են իրանք հիմնականում, Մարին հենց չկա, բայց էլի Արմատը այնտեղա Մարիամն է, կարծեմ Արմատը։ Եստերը այն ազգներ, այն անհատներ Աստվածաշնչում, որ Իսրայել ազգին ցեղասպանությունից փրկեց ինչ-որ մի պահի, ու տենց ինքը ամենատենց սիրված հերոսներից Աստվածաշնչի, հետո Մարինա գալիս, Հեսուն այն մարդն է, որ Իսրայելին Մովսեսից հետո անցկացրեց խոստացված երկիրը, Ագապենն պարզապես սեր է նշանակում, ինքը երևի կլինի էլի Աստվածաշնչում, նոր կտականում հունարեն տարբերակով արդեն։ Հեսու դու ինչով ես զբաղվում։ Ֆուտբոլով։ Հետո լավ բաներ ենք լսելու քո մասին, հայկական ֆուտբոլի մասին, վստահաբար։ Իսկ քո անունը քեզ դուր գալիս է։ Շատ։ Հա։ Լավ։ Հեսուն 2 տարի առաջ մեր քաղաքում ամբողջ քաղաքի թիմերը մրցում էին իրար հետ եւ ինքը ճանաչվեց տարվա լավագույն ռմբարկ։ Տարվա ռմբարկու ճանաչվեց քաղաքի այդ բոլոր խաղացողների մեջ։ Իր թիմը երկրորդ տեղ զբաղեցրեց, բայց ինքը երկրորդ տեղ զբաղեցրեց, չէ՞։ Որոշել եք ընտանիքի բոլոր անդամներով բոլոր դիպլոմները ունենալ, բոլոր կոչումները վերցնել։ Ֆուտբոլի հարցը մի քիչ դժվար է, չգիտեմ, բայց մենք հույս ունենք, որ մի քիչ ավելի լավ կլինի։ Ձեր կինը նույնպես դերասանուհի է, որովհետև ես հիշում եմ նրան Չալենջ ներկայացման մեջ։ Այո։ Եվ մինչ նկարահանումները Էդգարը նշեց, որ դուք շատ ավելի շուտ եք հայտնվել թատրոնում, քան նա։ Այո։ Ինչպես ստացվեց այդ ամենը։ Կպատմեք մեզ մի փոքր։ Ես ավարտել եմ պարարվեստի դպրոցը, գնացել եմ հորովել, հորովելից պարողներ էին պետք, թատրոնի ղեկավարը ոնց որ ասեց, ով կարողանա գա, եւ ինձ ծնողները թույլ տվեցին։ Ես գնացի եւ մասնակցեցի բոլոր ներկայացումների մեջ, հիմնականում պարում էի։ Հետո ստացա փոքր էպոզիտ ներկա էպիզոդ կներեք, էպիզոդ կերպար։ Եվ այդպես մնացիք թատրոնում, սիրահարվեցիք թատրոնին, հետո Էդգարին։ Այո։ Տրավմանական շարունակություններ։ Իդեպ շատ հետաքրքիր բան նշեցիք, դուք ձեր խոսքում ասացիք ծնողները թույլ տվեցին եւ գաղտնիք չէ, որ հատկապես մարզային հատվածներում շատ խիստ են վերաբերում մեր մասնագիտությանը, արվեստով չի կարելի զբաղվել, հատկապես դերասանությամբ, պարով, ձեզ մոտ ինչպես է դա, հիմա արդյոք ինչ-որ բան փոխվել է, թե ամեն դեպքում կարծրացած է մնում։ Ես ասեմ, ինձ մոտ է կարդինալ բան փոխվել 170 աստիճան, որովհետեւ ես երբ որ քրոջս աղջիկը ուզում են թողնել թատերական ինստիտուտ, իրան արգելեցի, բայց իմ երեխաներին թողեցի արդեն 10 տարվա մեջ ագի բան փոխվեց հենց ինձ մոտ։ Իսկ ինչու արգելեցիք։ Չգիտեմ, ես մտածում էի, որ այս ոլորտը ճիշտ չի, ես օրինակ Արաքսյանին մտա, ասեցի, եթե ես կաշխատեմ թատրոնում, իրար հետ կաշխատենք, եթե չէ, ուրեմն ես պետք է այնտեղ լինեմ, հետո մտա ներս, թատրոնի արդեն ներքին կուխնյան տեսա ինչքան ջեր, մտանեկան, ընկերական մթնոլորտ էր, մտածեցի դրա մեջ իրոք տենց բան չկա։ Բայց դե իհարկե ժամանակին շատ է արգելվել այս մասնագիտությունը, բայց հիմա կարծում եմ շատ բան է փոխվել, ինչպես նշեցի նաև ինձ մոտ, որովհետև կարծում եմ մաքրությունը մարդու ներսում եթե կա, արտաքին շատ բաներ չեն կարող խանգարել դրան։ Ոչինչ որ միջավայրը մի քիչ ուրիշ լինի։ Իդեպ Աբելյան թատրոնը այն եզակի թատրոններից է, որտեղ շատ ինտրիգներ չկան, կարելի ասել ընդհանրապես չկան եւ ջերմություն է տիրում ձեր թատրոնում, նախանձելի է իհարկե։ Այո։ Եվ հաճելի։ Կարող են գնալ սենյակ, համեցեք, դա ում սենյակն է։ Սա մեր մեծ աղջիկների սենյակն է։ Ահա։ Նրանք տանն են։ Ես այնտեղ պահկվել էր։ Ահա։ Բարև ձեզ, Եստեր։ Ինչպե՞ս եք։
Լավ դուք։ Լավ, շնորհակալություն։ Մենք իմացանք, որ եստերներ չէ՞ նվագում։ Եստերն է, այո։ Մենք իմացանք, որ դուք նվագում եք եւ մեծ ցանկություն ունենք հաղորդման վերջում եզրափակել այդ ամենը ձեր նվագով։ Հուսամ ունենք այդ համաձայնությունը ձեզնից։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։ Պարապմունքներով Ինչ եք պարապում, ինչ եք փորձում։ Միասնական քննության համար եմ պարապում։ Որպեսզի ընդունվեք, թե տեղափոխվեք։ Ընդունվեմ։ Ուր։ Ժողովրդավարական ինստիտուտ։ Դուք կողմ եք այդ ընտրության Էդգար։ Այո, ես ճիշտ ասած թատերական ստուդիա սովորել, ինքը ավելի շատ ոնց որ մտածում ենք արվեստի ուղղությամբ գնա, բայց հետո ավելի շատ բիզնես, կառավարում իրան ավելի ձգեց ու որոշեց, որ բայց ինձ համար սան էր ասում, հետո որոշեցի ժող ինստիտուտ։ Okay։ Կարևորը իր սիրած մասնագիտությամբ գնա, որովհետև ծնողների արգելքները շատ կյանքեր են վնասել, երբ որ իրանք ուզեցել են իրանց պատկերացած մարդը դառնա, բայց իրականում ոչ իրենց պատկերացած, ոչ այդ մարդու պատկերացած կյանքն է դառել, դրա համար իրանք ինչ ուզեն, դա թող դառնան։ Դուք նշեցիք, որ ձեր զարմիկին արգելել եք, որպեսզի ընտրի արվեստագետի ուղին, աղջիկներին թույլ եք տվել։ Իմ չարցիա ծնողները թողում են, ես թողեցի, ինձ լսեց, ասեցի, չէ, գործ չունես թատերական ինստիտուտը, դա պետք չի։ Քեզ մի խոսքով շատ չմանրամասնեցի, բայց տարիներ անցան ու ինքն ինձ միջև հիմա հանդիմանում ասում է ինչ արգելեցի, բայց աղջիկները սովորեցին թատերական ստուդիա։ Բայց ամեն դեպքում աղջիկները գնում են կարծես թե երաժշտության ուղղությամբ, եթե նույնիսկ արվեստով, ապա երաժշտություն։ Հնարավոր է ավելի շատ ձգում է բեմը ու հնարավոր է ինքը արդեն թատերական ինստիտուտ ընդունվի։ Դուք դեմ չեք նրանց ընտրությանը, հատկապես եստերի ընտրությանը, թող նա դառնա ֆինանսիստ, որպեսզի նաև ձեր ֆինանսական վիճակը ավելի բարելավի, հասկացա։ Եստեր ինչ եղավ, որ ցանկացաք շարունակել որպես արվեստագետ ձեր ուղղությունը։ Մտածեցի, որ երկու մասնագիտություն ձեռք բերեմ, մեկով չբավարարվեմ ու մի հատ հիմնական մասնագիտություն, հետո արվեստով կհամատեղեմ։ Այսինքն արվեստը կդառնա ավելի շատ հոբի, քան թե որպես մասնագիտություն։ Երաժշտությունն է լինելու, չէ՞։ Հայրիկը ասաց, որ ձեզ ավելի շատ դուր է գալիս գիտարը վերջին շրջանում, բայց նաև նվագում եք ջութակ։ Ունեք տանը ջութակ։ Կնվագեք մեզ համար։ Ջութակ ինքը վաղուց չի նվագել ու չեմ կարծում որ լավ բան դուզում այդ ջութակից։ Դաշնամուրով կբավարարվենք։ Այո։ Գնանք դաշնամուրը լարելու։ Այո։ Պատրաստենք ամեն բան։ Ագապե, համաձայն ես մեզ հետ։ Ագապե։ Ագապեին փրկում այս Պրոմաքսին ավելի շատ գայթակղում է Պրոմաքսը։ Այո։ Լավ։ Թողնենք բոլորին հանգիստ, մենք այս պահին ունենանք կարճատև գովազդային դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք մեր բացահայտումները, բարեկամներ։ Էդգար, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ, աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Շատ եմ լսել, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք Մառանիկ, ճիշտ է։ Ամեն բան շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ ենք։ Էդգար, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ ենք, դուք շատ առատաձեռն եք եւ նաեւ ձեր գործընկերները։ Շատ շնորհակալություն։ Իհարկե մենք ձեզ այցելել ենք Չէին սպասում հաղորդման շրջանակներում, բայց բույրը քաղցած չէին սպասումի է, որովհետեւ այս պահին ձեր խոհանոցում ընթանում է ակտիվ բուրըն գործունեություն, ինչի համար Արաքսիային ուզում ենք ասել շնորհակալություն, որոշել եք մեզ քաղցած չճանապարհել։ Այո, մենք ճիշտ ասած ես այտենց վատ խոհարար եմ, չէի կարող պատրաստել,
բայց դե իհարկե մենք ձեզ քաղցած չենք ճանապարհի։ Շատ Ես շնորհակալություն։ բան կանեմ, կպարապեմ, ինչ-որ գոնե մի ուտես, հաջորդ անգամ ձեզ կդիմավորենք, որպես քաղցած չէին սպասում։ Մենք սիրով կհամենանք վստահաբար ու քանի որ գտնվում ենք խոհանոցում, ինձ հետաքրքրում է արդյոք դուք հասցնում եք լինել խոհանոցում որպես արարող, իհարկե ասացիք շատ բաների չեք տիրապետում, բայց վստահաբար կան ինչ-որ բաներ, որ կարողանաք պատրաստել։ Ես կարողանում ձվածեղ պատրաստել, երբ որ տանը պատրաստի բան չկա, տանը մարդ չկա, մատուցելու կամ պատրաստելու, ձվածեղ եմ կարում անեմ, սալատ եմ ինձ համար պատրաստում, շատ բան չեմ անում, բայց կարող եմ այդ ձև ինձ յոլա տանեմ։ Լավ։ Արաքսիա 4 երեխա, թատրոն, փորձեր, ներկայացումներ, ինչպես եք այդ ամենը հասցնում, խոհանոց, ամուսին։ Դժվար է, բայց փորձում եմ հասցնել։ Լավ, իսկ ձեր երազանքի դերը ո՞րն է, որ ցանկանում եք խաղալ դա վերջապես։ Չէ, երազանքի դեր չունեմ, չեմ ցանկություն չեմ հայտնել դերեր խաղալու։ Հիմնականում կուզեի մեծ բեմերում ապրել։ Մեծ բեմերում ապրել։ Ապրել, այո։ Որպես պարուսույց հանդես չեք գալիս։ Չէ, երեխաների հետ չեմ հասցրել։ Խումբ հավաքել, բայց այդ ցանկությունն էլ կա։ Ասեք ինչ ենք այսօր համտեսելու։ Տապակած բազուկ, ցեզեր, սալատ, Այո։ բարուն պոմիդորի սալատ, Ահա։ եւ դուխովկայում դրել ենք կարտոֆիլ մսով։ Ջերոցում, հրաշալի է։ Տենց այդպես Լավ։ Խնդրում եմ կպատմեք ձեր միության պատմությունը, ինչպես եք հանդիպել իրար, ինչպես եք ծանոթացել, սիրահարվել։ Ես թատրոն այդ ժամանակ տենց շատ չէի հաճախում, նոր էի վերադարձել թատրական ինստիտուտից ու իմ ընկերներից մեկից իմացա, որ մի մարդ կա, որ համ հոգևոր կյանքով տենց հետաքրքրված է, համ թատրական արվեստով ու ինձ շատ հետաքրքիր էր ով է ու տենց տեսա Արաքսիային ու տենց երևի կարելի ասել առաջի կամ երկրորդ հանդիպումից արդեն շատ տենց խայծը ընկավ մեջես ու տենց սեսի շատ տարվել իրանով արդեն միասին գնում էինք թատրոն ներկայացումների եկեղեցի հաճախում եւ այլն այսպես այդ ճանապարհը սկսվեց Հասկացա։ Շարժվենք առաջ։ Ուզում ենք տունը նաև բացահայտել։ Մեզ միացավ ձեր Այո, գովազդի ընթացքում մեր միջնեկ աղջիկը միացավ։ Բարև ձեզ Մարի։ Ինչպես եք։ Հիանալի։ Ամեն բան լավ է։ Այո։ Օրը լավ է սկսվել։ Այո։ Դուք ինչով եք զբաղվում։ Իհարկե հայրիկը մի փոքր պատմել է, ընդհանրապես հայրիկը մի փոքր պատմել է ձեր մասնագիտության ընտրության մասին, բայց ուզում եմ դուք ավելի։ Սրանք հետաքրքրվում եմ թատրոնով, ուզում եմ այդ ճյուղով շարունակել։ Ձեզ կտեսնենք թատերական ինստիտուտի ուսանող որպես։ Այո։ Հայրիկը հաստատ դեմ չէ, վերջնական համաձայնությունը ստանանք։ Դե արդեն ստուդիայից սկսած, եթե որոշեցի, որ օքեյ է, ինստիտուտի թատրական ինստիտուտը պետքա տրամաբանական շարունակություն եղներ, այնց դեմ չէ եղնի։ Ամեն դեպքում Վանաձորում որպես դերասան ռեալիզացվելը թատրոնից բացի այլ տեղ ունի, թե ոչ։ Չէ։ Այդ առումով շատ աղքատ է։ Հատկապես նկարահանումն տեղի ունենում հիմնականում Երևանում ու այդ առումով այստեղ մենակ թատրոնն է, ուրիշ տենց պոտենցիալ չունի քաղաքը։ Բայց կա նաև հեռուստատեսություն, այնտեղ ովքեր են աշխատում։ Կա հեռուստատեսություն, իմիջիայլոց նաև այնտեղ փորձառություն եմ ձեռք բերել հեռուստալրագրողի ավելի շատ ժամանցային առավոտյան հաղորդման հաղորդավար, բայց էլի մեծ չի։ Այսինքն մի կարողա հեռուստաընկերություն լինի, որտեղ ունենա այն ժամանցային հաղորդավարի կարիք։ Շարժվենք առաջ։ Ուր ենք գնում։ Այստեղ իմիջիայլոց մեր վարպետների թերությունների պատճառով իրանց արած խոնավություն առաջացավ, այդ խնդիրը խոնավության լուծել ենք, բայց արդյունքը մնացել է։ Հիմա սպասում ենք ամբողջությամբ այդ արմատը չորանա, որ մենք իրան նորից նորոգենք։ Այսպես խնդիրներ առաջացել։ Այս իմ տղայի սենյակն է, իմիջիայլոցը չկար ի սկզբանե, այստեղ պատուհան էր, տունը ուներ ընդհանրապես 2 ննջասենյակ, այս երրորդը ես ավելացրեցի, ասենց Բակի հաշվին գնացել եք մի փոքր առաջ։ Այո, մի քիչ առաջ գնացինք։ Այսպես այս բոլորը այդ խոնավության այդ արդյունքում այսպես Տան դիզայնով է զբաղվել դուք, թե Արաքսյան։ Ես ու Արաքսյան համատեղ։ Վեճեր, կոնֆլիկտներ։ Չէ, ուղղակի հիմնականում հասկացանք պետք է մի բաց գույների մեջ լինի, ուղղակի այս տղայի սենյակները այսպես sense մի քիչ բանի տղայական, հա, մեքենա եւ այլն, այսպես մի քիչ ավելի մուգ գույն, բայց հիմնականում տենց աշխատել ենք ամեն ինչ բաց գույների մեջ լինի, ավելի հանգիստ գույների մեջ լինի։ Բարի, ուր ենք գնում։ Այստեղ մեր ննջասենյակն է։ Ահա։ Մի քիչ ավելի ինքը լայն ընդարձակ։
Այստեղից էլի պանորամա ունենք այնտեղ բան դուրս հետարքիչ տենց էլի տեսարան մեր Ագապեի մահճակալն է, այո, օրորոցը Ձեր անմիջապես մահճակալի կողքին դրված են գրքեր, առաջինը Աստվածաշունչ, Աստվածաշունչը, այնտեղ պարտադիր քնելուց առաջ կարդում եք։ Չէ, արթանալուց եմ կարդում իրան։ Ահա։ Դա իմիջիալոց շատ բաներ տես դրել ենք, ժամանակին չենք դասավորել Ռուբեն Կարոյանի copywriting-ին գորում, բայց շատ վաղուց առել եմ, հատուկ Երևան գնացել եմ, այդ տեղը գտել եմ, առել եմ, մի անգամ սկսեցի կարդալ թարգեցի, ես պետքա շատ տեսակով պետքա կենտրոնանամ անպայման, որ կարդամ, հիմա սկսել եմ արդեն այս վերջերս էլի կարդալ, այս նվեր են տվել 7 օր, 7 գիշեր, ընկերներից մեկը, բայց դեռ չեմ կարդացել, արդեն անգլերեն Աստվածաշունչ, այդքան առայժմ, այդպես։ Դուք նաև զբաղվում եք հանդիսավարությամբ։ Այո։ Ինչպես սկսվեց հանդիսավարությամբ զբաղվելը։ Մեր զրույցի ընթացքում ասացի, որ տես կոմֆորտ զոնայից մի քիչ դժվար եմ դուրս գալիս, էլի դա էլ այդպես մի պահ եղավ։ Ընկերս ասաց, ուզում եմ իմ հարսանիքը դու վարես 2008 թվականին։ Ասացի, ես սաղ կյանք փախել եմ խմող մարդկանցից, այդ մթնոլորտից, այդ ձև ասել, բան, կենացներ եւ այլն, չեմ ուզում ախպոր ինձանից յանտուր, ասես չէ, անպայման ես վստահ եմ դու կարող ես վարել, վարի ու վարեցի հենց այդ առաջին վարելուց երկու պատվեր արդեն միանգամից գրանցվեց, այդպես կամած մտա դրա մեջ։ Առաջին տարիներին մի քիչ դժվար էր, շատ քիչ, բայց դե հիմա արդեն Հիմա սովորել եք այդ մթնոլորտին։ Այո, այո։ Ես ինչ որ անում եմ, ցանկացած բան որ արել եմ, անգամ գյուղատնտեսական կյանքով եմ ապրել, այնտեղ տավար ենք պահել, խոտ եմ հնձել եւ այլն, իմ տեսակով ես ինչ արել եմ, սիրով եմ արել։ Այդպես բան չկա, որ ես անեմ ինչ որ բան հանուն փողի կամ եւ այլն։ Հիմա հանդիսավարությունն որ անում եմ, սկսել եմ սիրել այդ ամեն ինչը, որովհետեւ ի վերջո դու մարդկանց տոն ես ապարգևում, ուրախություն ես ապարգևում։ Հիմնական աշխատանքը հանդիսավարի աշխատանքը լինում է Երևանում թե այստեղ։ Տարբեր տեղեր, բայց հիմնականում Վանաձոր է լինում, բայց Երևան շատ է լինում։ Ամսվա մեջ մի քանի օր տենց կամ կարող եմ շաբաթին հասնող այսպես։ Վանաձորից ձեզ դիմողները, քանի որ փոքր է քաղաքը համեմատաբար Երևանի եւ մեկը մյուսին ավելի շատ ճանաչելու հնարավորություն ունի, կարծում եմ։ Չեն դիմում ձեզ արդյոք հետեւյալ խնդրանքով, դե լավ, արի այս մեկը ուղակի տենց ընկերական վարի անցնենք առաջ։ Չէ, հետարքիր է, որ տենց չեն ասում, անգամ են որ ընկերական վարում ես, չեպեներն ուզում արածել են, կռիվ դավի միշտ որ գոնե ինչ որ բան ուզում են տան, բայց պես չի լինում։ Զեղչի համար դիմում են, որ բերեք եթե հնարավոր է, ես մարդկանց չեմ սիրում նեղացնել, առհասարակ միշտ փորձում եմ հարմարվել մարդկանց հնարավորության հետ։ Թանկաճույք է ձեզ սեփական առիթին հրավիրելը։ Շատ հարաբերական հարց է, որովհետև ինչ որ մեկի համար ինչ որ թանկ է, ինչ որ մեկի համար շատ մատչելի է, դրա համար այդպես իրան թանկ չեմ բնորոշի ես որպես։ Էդգար, նկատեցի, որ ձեր մահճակալի կողքին կան գրքեր, ու հետաքրքրում է թե որ ժանրն է ձեզ ավելի շատ դուր գալիս, ամեն դեպքում դերասանները մի փոքր այլ կերպ են, չէ՞, գրքեր ընտրում կարդալու համար։ Ես իմ համար ֆավորիտը Աստվածաշունչն է, որ ամեն օր կարդում եմ, բայց այդպես այս վերջին շրջանում պետք է անկեղծ ասեմ, որ գրքերի հետ տենց առնչությունը շատ չի լինում, ինքն է բողոքում, որ ինձ էլ թողեք, երբ թողեն, որ ավելի առանց աղմուկի լինի ես։ Այո։ Երեխաներին պետք է միշտ տալ ճանապարհ։ Այո։ Ավելի շատ ես այս ընթացքում սիրում եմ ավելի շատ բիզնես մտածելակերպ ձևավորող գրքեր կարդալ, շատ զգում է այդ բաց մտածելակերպը, որովհետև ժամանակին տենց եղել է ավելի շատ ինձ մոտ փակ, հատկապես մեծացել ես մի միջավայրում, որտեղ այդպես ցանկություն չի եղել։ Օրվա եկած, հա, գումարով ապրես բան, բայց հիմա մի քիչ ավելի ուզում առաջ նայել, մի քիչ ավելի հետագայի համար մասին մտածել ու դրա համար ավելի բիզնես մտածելակերպ ձևավորող գրքեր են հիմա ձգում։ Ուզում եք բիզնես գործունեություն ծավալել, կարծում եմ։ Ցանկությունը կա։ Ինչպիսի բիզնեսի մասին է խոսքը։ Այս պահին դեռ կոնկրետ ընտրություն չկա, բայց հնարավոր է շոու բիզնես լինի, ավելի շատ այս պահին որ մտածում եմ գուցե հյուրատնային ինչ-որ բան լինի, guest house-ի ոճի մեջ, առայժմ դեռ շատ կոնկրետ մտադրվածություն, պլան, քաղաքականություն չկա մշակված։ Պարզապես առայժմ ուզում եմ տենց այստեղ ինչ-որ բաներ բացվի, ջարդվի, ռիսկի գործոնները որոշակի հաշվի առնվի, այս ուղղությամբ սենց ավելի շատ։
Հյուրատան հետ կապված ամեն բան պարզ է, առաջին հարկում կա ազատ տարածք, կարող եք Գուցե դա պարապելու արդեն առիթ լինի։ Բայց շոու բիզնես նշեցիք, այդտեղ ուզում եմ ծավալվենք, ինչ ասել է շոու բիզնես գործունեություն, որպես պրոդյուսեր հանդես գաք, որպես հանդիսավար, ավելի շատ կազմակերպչական, բայց եթե անկեղծ ասեմ, քանի որ ինքը ավելի շատ հոգս է, վարչարարական տենց աշխատանքները շատ չեմ սիրում, ավելի շատ մտածում եմ իմ մասնագիտությամբ երգի առումով եմ մի քիչ ավելի շատ ուզում մտածել, որ մեծ բեմերում գուցե հանդես գամ որպես երգիչ։ Էլի տենց ինձ կողից անդադ բզում են, ասում են մենահամերգ կազմակերպենք եւ այլն, բայց ես տենց չեմ սիրում, ես չեմ մի քիչ պերֆեկցիոնիստ եմ, մտածում պետք է ամեն ինչ լինի իդեալական։ Օրինակ մեր ընկերներից մեկը մի հրաշալի երգ նվիրեց, պատրաստվեցինք, մեծ գումար ծախսեցինք արանժիրովքի եւ ամեն ինչի վրա, բայց որ ես երգը մի քիչ չհավանեցի, տենց անգամ չհրապարակեցի YouTube եւ այլն, մտածում եմ ավելի շատ երգի ուղղությամբ զարգացնել։ Որն է ձեր ամենասիրելի երգը։ Ամենասիրելի երգ որպես չկա, բայց ոճային առումով շատ սիրում եմ LA Project, սիրում եմ Reincarnation։ Խնդրում եմ մի փոքրիկ հատված մեզ եւ մեզ դիտող մարդկանց համար կկատարեք։ Իրանց երգերից այս պահին տենց անգիր չունեմ արած։ Ձեր նախընտրած որևէ կատարում։ Իմ նախընտրած ես վերջերս մի երգ երգեցի, որ շատ սիրվեց հանդիսատեսի կողմից, մոտ 100,000 դիտում ունեցավ Facebook-ում եւ երևի թե պատճառն է, որ յուրաքանչյուր մարդու աղոթք է կամ ցանկություն է ընտանեկան պատմության, Էլոն Սարաֆյանի Արևն ու լուսինն է։ Զարմանալի է կյանքը մեր, մի հանելուկ դարձած, կարծես երեք էր դեռ իմ հոր գրքին, հարցումներով տարված, երազի պես անցան օրերը, անվերադարձ իմ մանկության, տասնյակ տարին կարծես տևեց, ամենը մեկ վայրկյան, երազի պես անցան օրերը, անվերադարձ իմ մանկության, տասնյակ տարին կարծես տևեց, ամենը մեկ վայրկյան։ Էդգար, բրավո, եւ եթե նույնիսկ ես խաբում եմ ձեզ, ապա երեխայի անմեղ հայացքը ամեն բան ասեց, հրաշալի ու զգացմունքային էր կատարումը, շնորհակալություն, որտեղ եք ռեալիզացվում որպես երգիչ։ Չեմ ռեալիզացում, երբեմն հանդիսությունների ժամանակ եմ այս երգը կամ մի քանի երգ նվիրում, անգամ կանչել են, որ տենց ամբողջ հարսանիք, ես ասել եմ չէ, ես երգչի գործը, ես այս բան երգիչ չեմ, ես կարող եմ պարզապես մի քանի երգ նվիրել, բայց մեծ պատասխանատվություն է, ինչպես ասացի, ես պերֆեկցիոնիստ եմ, պետք է որպես երգիչ քու ամբողջ այդ ռեպերտուարը ունենաս, ամբողջությամբ մտածված լինի շոու մաս եւ այլն, կիսատ պրատ ոչ բան չեմ կարող ես ընդունեմ, տենց, հա, այս բանը սիրողական տենց երգում եմ, բայց որպես երգիչ չեմ կարող հանդես գալ։ Գաղտնիք չէ, որ թատրոնները հիմնականում բավականին փշերով են ընդունում այն մարդկանց, ովքեր սկսում են ծավալել ռեստորանային գործունեություն։ Այո, ամենացավոտ մեր տեղին կպակ իմ եւ թատրոնի ցավոտ տեղին։ Դե, խնդրում եմ դուք ինքներդ սկսեք մանրամասնել, ինչպիսին եղավ վերաբերմունքը, երբ ստիպված պետք է հարմարվեր թատրոնը ձեր գրաֆիկին, որովհետեւ գործը արդեն պատրաստ է լինում մոտ 2 ամիս առաջ։ Այո։ Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Վանաձորի Հովհաննես Սաբալյանի անվան պետական դրամատիկական թատրոնին հարմարվելու Սուրենչից սկսած, ճիշտ է, Սուրենչն էլ շատ այդպես ցավոտ էր տանում այդ պահը, բայց Սուրենչն նույնպես հարմարվում էր։ Իմիջիայլոց ես էլ եմ էլի երբեմն ֆինանսական կորուստներ ունենում հարմարվելով ընդամենը մի քանի օր առաջ երկիշ հայրենի ներկայացման փորձի համար, ոչ թե ներկայացման, հենց փորձի համար գործ մերժեցի։ Դժվար է, բայց կարծում եմ առանց դրա չի լինի, որովհետև ես մեծ ընտանիք եմ պահում եւ իվիճակի չեմ ընդհանուր թատրոնի աշխատավարձով տուն պահել։ Որպեսզի սխալ կարծիք չձևավորվի, մանրամասնենք, որ այնպես չի, որ մենք միշտ երազել ենք դրա մասին, բայց ստիպված ենք այդ ամենը անելու։ Անում ենք սիրով, բայց երազանքի գործ չի։ Ինձ համար երազանքի գործը ինքը երկում է զուգահեռ։ Ահա։ Ինձ համար դեռ մանուկ հասակից միշտ եղել է թատրոնը, թատերական կյանքը, դեռ երևի 10 տարեկանից արդեն երազել եմ թատրոնի մասին ու չգիտեմ, եթե հանկարծ թատրոնի հետ կապված կամ աշխատանքի հետ կապված չհամատեղվի եւ ի վերջո այդ ջրբաժան լինի թատրոն կամ էսկոմ հանդիսավարություն, ես շատ ծանր կտանեմ այդ բաժանումը, իհարկե առաջին հերթին հացն է, որ պետք է ուտես եւ կերակրես քո ընտանիքին, բայց դե կարծում եմ այդ օրը չի գա կամ եթե գա ամեն դեպքում այլընտրանքային թատերական տարբերակներ կունենանք աշխատելու։ Լավ դերասան դառնալու համար ինչ է պետք։ Լավ դերասան դառնալու համար շատ կարևոր բաներ է պետք, կարծում եմ ամենակարևոր հանգամանքը դա ի վերուստ այդ շնորհը ունենալն է,
դեռ Փափազյանից բռնացած ասում են մամա բաբան պետք է այդ ամեն ինչը արած լինի ձեզ համար կարևոր է լայն աշխարհայացք ունենալ, որովհետև եթե դու մարմնավորում ես տարբեր կերպարներ, քո բոլոր կերպարները կլինեն նույնը։ Եթե դու կոնկրետ նեղ աշխարհայացքով մարդ ես, դու պետք է մի օր հանցագործ լինես, պետք է մի օր լինես, չգիտեմ, արտիստ բեմի վրա, մի օր բժիշկ լինես, կիրթ, մի օր, չգիտեմ, ամենատարբեր, ու դրա համար դու պետք է մաքսիմում մեծ գունապնակ ունենաս, շատ կարողանաս ուսումնասիրել մարդկային տեսակներ, բնատուր տղաների ձայն, որ պակաս կարևոր չէ, աշխատասիրություն, որ այդ ամեն ինչին հասնես, որովհետև էլի քո կերպարները նույնը չլինել, բոլորը նույնը չլինելու համար պետք է մաքսիմում աշխատանք, որ կարողանաս այդ մարդու կյանքը օրգանիկան ուսումնասիրել, որպեսզի մաքսիմում այդ իրանց տեղ հասնես տարբեր կերպերով։ Ցանկանում եմ եթերում ձեզ նաև շնորհավորել, որովհետև դիտել եմ ձեր կատարմամբ Չարենց ներկայացման մեջ Միասնիկյանի դերակատարումը եւ տպավորված եմ բավականին։ Շնորհակալություն ձեզ լավ խաղի համար, իսկ մենք շարժվենք առաջ գալուց տեսա ունենք նաև երրորդ հարկ։ Այո։ Ինչ կա երրորդ հարկում։ Երրորդ հարկը մեզ մոտ ամենաանպատրաստն է, անկեղծ ասած, որովհետև քանի որ նշեցի Երևանի հետ կապված մենք ցանկություն ունենք, հետագայում բնականon եւ այլն, շատ չեմ ուզում ֆինանսներ անկեղծ ասած ներդնել ամեն ինչի վրա։ Հա, բավարար այստեղ ներքև սարքել ենք, այստեղ պատրաստել ենք, համեցեք։ Ահա, հարցրանանք վերև։ Բարև ձեզ։ Հետաքրքիր աստիճաններ ունեք։ Այո։ Ասացիք, որ այս ամենը հենց այսպես էլ ձեռք եք բերել, չէ՞, ձեր մտահղացումը չի։ Այո, ինչ կա, բոլորը մենակ ավելացրել ենք այս բանը, բիսեդկան, սալիկա պատել ենք դրսի հետ կապված։ Այստեղ մեր ամենակիչ օգտագործող բաներն ենք տեղավորել առայժմ այսպես ճուլանի պես, բայց մտածում եմ հետագայում այստեղ ժամանցի ավելի շատ կենտրոնացնել, սարքել, պուֆիկներ, ինչ-որ բաներ դնել, հանգստանալու, սրճելու, այստեղ էլ մտածում ենք ռետրո ներկայացում բեմադրողները ձեզ հիմա նախանձում են, որովհետև կան այստեղ այնպիսի իրեր, որոնք կարող են ներկայացումներում օգտագործվել, հատկապես ճամփորդները։ Ինչ կա հին այդպես մնացել է, պահել ենք, տենց այս օրինակ սա մոտ 4-5 հատկապես արցախցիների գալու ժամանակ այստեղ ահագին բաներ կար, մենք մահճակալներ ամբողջությամբ երկրորդ հարգ ամբողջությամբ նորովին է եղել, թե խոհանոցի ամեն կահույք, որը կարողացել ենք առաջարկենք տեղափոխել, որը չէ, մոտ 6-7 մահճակալ տվել ենք արցախցիների հետ ժամանակավոր մնալու համար, բայց ես մեկը sense պահեցինք, չգիտեմ ինչի, ասեցինք կարող է հետագայում ամառը տենց են հովին գալ եւ այլն, այսպես sense հնոտ վիճակ է, բայց այստեղ ուզում ենք ամբողջությամբ նորոգել, դիզայներական ընկերս լուծում առաջարկեց, այդ ուղղությամբ կմտածենք, անգամ լույսը չի աշխատում, այսպես հա, Սայաթովան Էմախտանից բնացել է։ Այստեղ ավելի շատ բիլիարդ կամ թենիսի սեղան կդնենք կամ տարբերակ եմ տեսել, չգիտեմ ինչքանով է համատեղելի, բայց տարբերակ եմ տեսել 3-ը մեկում բիլիարդ, թենիս, որ ձևափոխվի սեղանը, որ երկուսն էլ ունենանք, կանք ազատ ժամանակ մի շլիքաթափվելու համար։ Էդգար, կասեք, այս դուռը ուր է տանում, ինչ շատ հետաքրքրում է։ Ինքը տանիքի ներքևի հատվածն է։ Ահա։ Այս վերջերս բան արեցի, այսպես ջերմամեկուսացում արեցի, որպեսզի երկրորդ հարկի պատալոգը խոնավություն էր քաշում, կարողա նկատեցիք էլի, որ շշակի սև բաներ կար։ Սրանով հարցը կարծես թե լուծեց արդեն, այսպես ջերմամեկուսացում արի։ Մտածում հետագայում, եթե ցանկություն եւ էներգիա, ժամանակ եւ այլն ուզենամ ծախսեմ, այս կբարձրացնենք, սա էլ կդառնա մի հատ հերթական բալկոն այստեղի համար։ Այսինքն տանիքը կբարձրացվի, այնտեղ բաց տենց բալկոն դառնա։ Այս փոքրիկ հատվածից կարող ենք տեսնել, թե ինչ գեղեցիկ տեսարան կարող է բացվել։ Հուսամ Վանաձոր քաղաքն է իր սարերով։ Ահա։ Էդգար, մեր եթերաժամանակը կամաց մոտենում է իր ավարտին եւ քանի որ մենք պետք է վայելենք նաեւ ձեր դստեր կատարումը Դաշնամուրի։ Այո։ Գնանք դրսում, շարունակենք մեր զրույցը, այնուհետև գնանք առաջին հարկ, խնդրենք եթերին, որպեսզի մեզ համար մի փոքր ստեղծագործի։ Այո, կարող ենք մի բան էլ ասել Մարին, եթե ցանկություն կլինի, այո։ Ահա։ Շատ գեղեցիկ տեսարան է այստեղից բացվում, ուզում եմ անդադար մնալ այստեղ անկեղծ ասած։ Մեր դռները միշտ բաց են անկեղծ, ձեզ համար համեցեք, Եստեր։ Ուր է Եստերը։ Ստացանք Եստերի համաձայնությունը, թե դեռ ոչ։ Էդգար, մենք ակնկալում էինք, որ պետք է մեզ համար նվագի Եստերը, բայց նա կարծես թե շատ զբաղված է, նույնիսկ տանը չի այս պահին, եւ մենք վայելելու ենք Մարիի կատարումը։ Խնդրեմ Մարի, մենք սրտի թրթիռով սպասում ենք ձեզ։
Բրավո եւ շնորհակալություն։ Մարի, դուք դիտել եք Հարսնացուն հյուսիսից ֆիլմը։ Այո։ Հիշում եք Մուրադի դեմքը, երբ հպարտ նայում է, թե ինչպես է կինը գործում։ Ոչ։ Խնդրում եմ այդ պահը նույնպես նայեք եւ կհասկանաք, թե հայրիկը ինչպիսի հպարտությամբ էր հետևում այն ամենին, ինչը որ կատարվում էր։ Ես հասկացա, որ դուք տաղանդավոր մարդկանց ընտանիք եք եւ յուրաքանչյուրը իր ոլորտում շատ տաղանդավոր է։ Առաջարկում եմ դուրս գանք եւ կամած միմյանց մաղթենք հաջողություն։ Բայց առանց հացուդելու հաջողություն չենք մաղթի։ Չէ, բնականաբար դա կմնա իհարկե կադրից այն կողմ, բայց այս պահին մենք պետք է միմյանց մաղթենք հաջողություն։ Ես վստահ եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ դուք արդեն կունենաք այն բոլոր բարեփոխումները, որոնք որ նախատեսել եք ունենալ։ Իսկ այս պահին առաջարկում եմ գնանք դռան մոտ։ Համեցեք։ Էդգար, ձեր էներգիան շատ լավն է եւ դրա վառ ապացույցը դուրս եկած արևն է, որը արդեն շատ հաճելի ջերմացնում է բոլորի։ Շնորհակալություն ձեզ, ձեր ընտանիքի անդամներին մեզ այսպիսի բաց սրտով ընդունելու, ամեն բան ցուցադրելու եւ բացահայտելու համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ պատվեցիք ձեր ներկայությամբ մեր ընտանիքը մեզ համար շատ մեծ հաճույք եւ պատիվ էր իրապես ձեզ ունենալ մեր ընտանիքում։ Շատ շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն Աստված ձեզ հետ, անխափան։ Շնորհակալություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։